Առաջիկայում Հայաստանում սպասվում են կարևոր իրադարձություններ, խորհրդարանական ընտրություններ ու դուք վերջերս անդրադարձել եք ընդհանրապես ազգային ժողովում Սարյան ասուն չպիտի լինի, հա, պետք է լինեն կարգին պատգամավորներ, դուք կարծում եք որակական առումով մենք այլ խորհրդարան կունենանք հաշվի առնելով այն ներկապնակը, որ այս պահին գոնե մեզ ներկայացվում է։ Ցանկությունը մի բան է, իրականությունը մի բան է։ Ես կուզեմ, ով ուզում է լինի, ազգային շահից ծնված անհատ լինի, իր ժողովրդի մասին մտածող, այն խոստումները, որ տալիս է իր ընտրողներին, այդ խոստումների կոնե մի մասը կատարի։ Դժբախտաբար մենք գործ ունենք անարդար իրականության հետ, անարդար վիճակների հետ, մարդիկ ամեն քայլի դիմում են, այսպես ասած, ցատկելու, անցնելու սահմանը, հետո մոռանում են իրենց ասածները։ Ես չեմ կարծում, ես առանձնապես այսպես լավ բան չեմ տեսնում, շատ ոգևորված չեմ, նույնը մի քիչ այլ տարբերակով վերարտադրվելու է։ Մենք տեսել ենք, որ ընտրությունից ընտրություն գրողները, մտավորականները, արվեստագետները կանգնել են միշտ իշխանության կողքը, այն մտքերը, որ պետք է գեներացնեին եւ ուղղորդեին գոնե այս պահին հանրությանը, չեն եղել։ Այս անգամ էլ ենք բախվելու նույն իրականության հետ։ Մտավորականը, երբ հաջողացավ իշխանություններին, այլևս մտավորական չէ։ Դրանք շատ են, ես գիտեմ, նողկանք ունեմ այդպիսի մտավորականների հանդեպ։ Մտավորականը պետք է իր երկրի պատիվը բարձր պահի, իր ժողովրդի պատիվը բարձր պահի եւ իշխանություններին մղի ծառայելու ժողովրդին։ Եթե մտավորականը գցնեց, հաջողացավ մի բան փախցնելու, մի պաշտոնի հասնելու մի բանի համար, ես դա չեմ ընդունում։ Նախկինում էր ասված, հիմա ես կրկնում եմ, անգամ մեր կյանքի լավի դիրքից պիտի ընդդիմադիր լինենք, պահանջենք հանուն ժողովրդի, ոչ թե հանուն անձի։ Դուք այսօրվա բացի համար անմիջականորեն մեղադրում եք նաև մտավորականությանը, այն խնդիրները, որ այսօր կան, այսպիսի երկիր։ Մտավորականությունը այսօր այդպես մեծ կշիռ չունի մեր հանրային կյանքում, դժբախտաբար։ Իսկ մտավորականության համախումբ անունից ես չեմ խոսում, ես խոսում եմ իր երկրի, իր ժողովրդի ցավը տանող մարդու անունից, որ տեսնում ես ամբողջ ողբերգությունը։ Թալանը երկիրը քանդվում է, 25 տարի մենք այս երկիրը քանդում ենք, մեր ժողովուրդը իր հայրենիքից փախչում է, ելույթ են ունենում այդ պաշտոնամոլ, պաշտոնամետ մարդիկ, ասում են նման բան չկա, այդ չկա, դրա համար քանդվում է։ Մենք պետք է այնքան իրատես լինենք, ինչպես բժիշկը, հիվանդին պիտի ճշգրիտ ախտորոշես, ասես այստեղը հիվանդ է, որ կարողանաս բուժել ապակինել, եթե չես ասում, հիվանդությունը խորանում է եւ դառնում է։ Այս կառավարությունը նոր վարչապետը, որ եկավ, ասաց, շատ ծանր է տնտեսության վիճակը, լուծումներ չեն տրվում, խնդիրները, որոնք առկա են, չեն լուծվում, ինչ ուզես։ Խնդիրը ախտորոշվել է, հիվանդությունը ախտորոշվել է, բայց բուժում չունի, ինչու։ Ես ասեմ ձեզ, այն երկրները, ովքեր կարողացան ճիշտ անցում անել խորհրդային ժամանակից ազատ ժամանակի, Բելարուսը, Ղազախստանը, արտակարգ լավ պայմաններում են, կարողացան պահպանել արժեքները։ Մենք առաջին իսկ օրվանից քանդեցինք եւ քանդելը համարեցինք մեծ այսպես հայրենասիրություն։ Քանդեցինք ու հիմա ավերակների վրա ենք նստած։ Ավերակների վրա ենք նստած։ Հրապարակի պատվանդան ինչ էր արել, այդ աննման պատվանդանը, այդ չքնաղ պատվանդանը, վրայի ուղևորը պիտի գնար, պարզ է։ Այդ ինչի պայթեցրին ու քանդեցին։ Բա մարդու ձեռքը կգնա այդպեսի բան անել։ Այդ պահից սկսած մեր հոգեբանությունը փոխվեց, օր առաջ պիտի վերականգնենք եւ ամենակարևորը այսպես ազնիվ արդար իրար այսպես աչքերի մեջ նայելով նվիրվենք ու ծառայենք մեր ժողովրդին ցանկություն ունենանք ցանկություն շատ կարևոր եմ համարում գիտեք մարդը պիտի մի բան ցանկանա որ անի ոչ ցանկանաց ոչ կանա մենք տեսել ենք որ ոչ միայն կանգնել են իշխանության կողքը այլ նաեւ մրցանակներ ստացել կոչումներ դրա համար էլ արժեզրկվել են դրա համար էլ Կոչումն է լավ բան, մրցանակն է լավ բան, եթե սխալ հասցեով է գնում, արժեզրկվում է։ Բայց ելք տեսնում եք ստեղծված իրավիճակում։ Միշտ կա, ելք միշտ կա։ Ելքը այն է, որ ասում եք, այ բոլորն էլ գիտակցում են, ինչը մենք զրուցում ենք հայրենիքի, այսպես ցավն ենք կրում մեր մեջ, իրենք չեն կրում, իրենք էլ են հասկանում, բայց պիտի արդեն լծակներն իրենց ձեռքին են։ Նախ ճիշտ մարդկանց նշանակել իշխանություններում շատ կարևոր է ղեկավարնով է ինչ տեսակ է ոչ թե մեր թիմն է մեր թիմից է ոչ թե մեր երկրացիա մեր այսինչն է կադրային ճիշտ քաղաքականություն մասնագիտական որակները հարգել
որակները հարգել, սա հույժ կարևոր բան է։ Մենք հիմա մասնագիտական խորհուրդ ճգնաժամի մեջ ենք։ Խորհուրդ պրոֆեսիոնալիզմի ճգնաժամ է։ Վերականգնել դա, մարդը իր տեղում լինի, ճիշտ մարդը իր տեղում լինի, սա շատ կարևոր է։ Այս մարդը մտահոգված կլինի, այս մարդը ճիշտ մարդկանց կհամախմբի իր շուրջ, ոչ թե կվատնվի ամեն ինչ։ Քաղաքական դպրոցի, այսպես ասած, աշակերտների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը ասել է, որ քաղաքականությամբ զբաղվելու համար գիտելիք է պետք։ Հիմա որքանով է սա իբրև կարգախոս եղել եւ որքանով է իսկապես գիտելիք ունեցող անհատը զբաղվել քաղաքականությամբ, թե սա հենց այն մեծ բացն է, որի մասին խոսում է Սերժ։ Շատ կարևոր է եւ կրթված լինելը եւ գիտելիք ունենալը եւ լեզուների իմացությունը, զարգացած մարդիկ են մեզ պետք, զարգացած մարդիկ, բայց կարծեմ ինչ որ կայք են բանարել, այսպես ազգային ժողովի պատգամավոր կարող է լինի, եթե ինչ որ ասենք անոթ բառի մեջ ուղղագրությունը ճիշտ գրի կամ կեցե բառի մեջ մի ցե գրում թե երկու, շեմը շատ է իջեցված, կարծում եմ պիտի բարձրացնենք։ Նկատի ունեք լեզվական առումով այդ հարցը, որ բարձրացվել է։ Նաև տրամաբանական է, լեզուն նաև իմացություն է, գրագիտություն է, լեզուն միայն լեզուն չէ, լեզուն ընդհանուր գրագիտություն է։ Եթե Մայրենի հայոց լեզվի քննություն հանձնեին մեր 131 պատգամավորները, քանիսը կկտրվեր։ Երնեք ոչ մեկն չկտրվեր, լավ հանձնեն, մենք էլ ուրախ լինենք, ոչ թե սխալները տեսնենք ու ծիծաղենք, ամոթալի է։ Ահա որ այդ լեզվական սխալները, չզարգացածությունը, դրա հետ մեկտեղ այսպես մի բան ունեն, չէ, մենք ենք որ կանք, այսպես հավակնոտ պահվածքը, ահա որ է։ Գրագետ, լավ երկիր ենք ուզում, լավ ժողովուրդ, լավ պատգամավոր եւ այսպես։ Ունեք ընտրության հնարավորություն այս անգամ։ Տան պայման ունենք, չէ, անհնարին բան չկա։